ասացածների մասն է։ Սա ինչ է նշանակում, այսինքն այն անհատները կամ քաղաքական ուժերը, եթե պատրաստակամություն են հայտնում օժանդակել արցախցիներին, նշանակում է, որ 5000 դրամով ձայն են գնում։ Իհարկե ոչ։ Բայց ես նկատի ունեմ, որ կա դիսկուրսում, հա, նմանատիպ։ Նույն ԿՊԱ-ական պատգամավորները խոսում են, որ արցախցիները չեն կռվել։ Չեմ կարծում, որ կարիք կա արձագանքելու այդ մարդուն։ Ես մեկ առիթով ասել եմ, եթե չեն կռվել, ամեն բնակավայրում կա եռաբլուրներ, փոքր եռաբլուրներ։ Սա եւս վկայում է, որ արցախցիները ուրեմն մենակ էին մնացել ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Հիլերացում կարելի է դրան, որ ասում են չէ, ավելի շատ ասում են օրինակ Կարմիր Սիմոնյանը ասաց, մնայք պայքարեիք, գայք, այդ խոսույթներ կան։ Այսինքն, եթե մնայիք, ինչ կլիներ։ Իսկ տվյալ անձը պարզաբանում է ինչպես պայքար էինք։ Թողում է ձեր վրա։ Առիթ կունենանք արձագանքելու, բազմաթիվ անգամներ արձագանքել ենք, բայց չէի ցանկանա մեկնաբանել։ Երևի իրենց տաքուկ գրասենյակներում պայքարի տարբեր ուղիներ իրենք ունեն կամ թող ասեն ինչպես պայքար էին։ Թող ասեն։ Եթե հարցեր չկան, շնորհակալ եմ, եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում։ Այսքան։ Այո։ Արցախի հարցը փակելու հետ կապված։ Այս իշխանությունները ընդհանրապես Արցախ անունը չեն տալիս, դեպքը իսկ փակել է մոտ ապագայում հույսեր չկա, որ ընդհանրապես այդ մասին խոսեն։ Չնայած կառավարության ծրագրում Շուշի եւ Հադրութի դեօկուպացիա են խոստացել, չեն կատարել։ Հիմա գնում են լրիվ այլ ուղղությամբ։ Մյուս քաղաքական ուժերին էլ ըստ էության հնարավորություն չեն տվել այդ հարցով որևէ բան անել, որովհետև արդեն Պրահայում եւ այլում հայտարարել են Արցախը Ադրբեջան է եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ են տեսնում։ Դուք ընդհանրապես Արցախի վերադարձի հույս ունեք, թե չէ, ինչ լուծումներ եք տեսնում եւ արցախահայության վերադարձի հետ կապված ինչ լուծումներ ունեք։ Արցախցիները ամեն օր ապրում են այդ հույսով, որ լինելու է վերադարձ, հավաքական վերադարձ։ Իսկ ինչ վերաբերվում է Արցախի հարցը փակելուն, մեր խնդիրը հենց դա է, օրակարգում ունենալ։ Իսկ որպեսզի օրակարգում ունենանք, առաջին քայլը Հայաստանում արցախցիներ պահելն է, որը կապված է սոցիալական խնդիրների հետ։ Եթե մենք կարողանանք Հայաստանում ունենալ 100-120 հազար արցախցիներ, միանշանակ առաջ է գալու Արցախի վերադարձի հարցը միջազգային հարթակներում։ Եվ այսօրվա իշխանությունները հարատև չեն, վստահ եմ կգան պետականամետ ուժեր եւ օրակարգում կունենանք հավաքական վերադարձը։